Զանգը սպասման մեջ է։ Զանգահարել ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Թեժգծին։ Արդեն ես էստեղ եմ Կերժան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ անհանգստացնում է Զարուհի Փոստանջյանը։ Լսում եմ ձեզ, Տիկին Փոստանջյան։ Դուք տեղյակ եք, որ վարույթն իրականացնող մարմինը արդեն տևական ժամանակ ամեն ինչ անում է, որ Լիլիթ Աղիկյանը չունենա պաշտպան, իրավաբանական օգնությունից զրկված լինի։ Հիմա նույն պատմությունը այս պահին արդեն մի քանի ժամ է, կրկնվում է։ Արդեն Աբովյան քրեակատարողական հիմնարկում նոր մեղադրանք են առաջադրում, նոր քննիչ է եկել այստեղ։ Այդ քննիչը ինչ-որ, չգիտեմ, կայազորային ինչ-որ քննիչ է, բերել են նորից կրկին հանրային պաշտպան և մերժել են իմ պաշտպան ներգրավելու հնարավորությունը և Լիլիթ Աղիկյանի պաշտպան ունենալու իրավունքը։ Ես շտապ պահանջում եմ ձեր միջամտությունը այս հարցում, որովհետև հիմա այնտեղ քննչական գործողություն են անում, որը ես չգիտեմ ինչ գործողություն է, ամենայն դեպս այդպիսի գործողություն անում են և պետը այստեղի ասեց, որ այո, գործողություն անում են։ Եվ պետը իրեն շատ վատ պահեց, ասեց ինչ-որ կիսատ պռատ դիմում է գրել Լիլիթ Աղիկյանը։ Եթե Լիլիթ Աղիկյանի դիմումը ինչ-որ կիսատ պռատ էր, պետը պարտավոր էր հետամուտ լինել, որ այդ կիսատությունը վերանար, բայց չի վերացրել։ Փաստացի օգնել է, որպեսզի այս խոշտանգումները շարունակական բնույթ ունենան, այդ թվում նաև այս հիմնարկում։ Տիկին Փոստանջյան, մեծ արկյան սպասեք, ես զանգը փոխանցում եմ ապատասխան մասնագետին։ Սպասում եմ։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Փոստանջյան, փոխանցեցի մեծ արկյան, լսում եմ ձեզ։ Նույն բանը պետք է կրկնեմ, ձեր մոտ ինչ-որ ձայնագրվում է, ինչ է արվում, չգիտեմ։ Ձայնագրվում է, բայց մենք հիմա պիտի ազատ ենք խոսակցում, որ այս ձայնագրությունը լսեմ, եթե հեռատապության կարգով ինչ-որ ստիպել է։ Ասում եմ, շարունակվում են խոշտանգումները իմ պաշտպանյալի նկատմամբ։ Լիլիթ Աղիկյանը այժմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում է, իր հետ քննչական գործողություն են կատարում, մեկ այլ գործի շրջանակում, նոր մեղադրանք են բերել, կայազորային ինչ-որ քննիչներ, և ներգրավել են նորից ինչ-որ հանրային պաշտպան, որի անունը ես չգիտեմ, և այդ գործողությունը անում են, և այս կատարողական հիմնարկի բաժնի պետ է, թե պետն է, չգիտեմ ով էր, լավ չկարդացի այդ փակցված ցուցանակով է, մի տիկին ասեց, որ Լիլիթը թեպետ դիմել է, ինչ-որ կծկտուր է դիմել իրեն, և դրա համար ինքը ինձ չի թույլ տվել, որպեսզի ես նրան ցույց տամ իրավաբանական օգնություն։ Դա քրեակատարողական հիմնարկից են ասել։ Այո, քրեակատարողական հիմնարկի պետը, հավանաբար, մի տիկին։ Դուք կարող եք իմ ուղիղ եթերը հիմա նայել, ես այդ ամբողջը տեսաձայնագրել եմ։ Տիկին Փոստանջյան, չգիտեմ, միջանկարգ գրությունները Ստացել եմ։ Մենք արդեն ենք նաև ձեր ներգրավման մասով էլ վարչապանումներ ենք պահանջել։ Այս պահին պատասխան չունենք, բայց նաև ստացել ենք ձեր և Տիկին Աղիկյանի լրացուցիչ դիմումները։ Այս բոլորը այս պահին ուսումնասիրության և ողջունական շրջանակում ձերբակցության հարցերը քննարկվում է։ Ես հիմա ձեր կողմից շատ հանգամանքներ եմ վերադարձան կներկայացնեմ, դրանք եւ Ես ձեզանից ակնկալում եմ շտապ ժամանել այստեղ, տեսնել ինչ է կատարվում։ Ես ձեզանից դա եմ ակնկալում, որովհետև Լիլիթ Աղիկյանի կյանքին վտանգ է սպառնում։ Կյանքին վտանգ է սպառնում հարցաքննության շրջանակում։ Ես չգիտեմ ինչ, արդյոք հարցաքննություն է, թե ինչ է։ Ձերբակալման որոշման անվան տակ իրեն 2 օր խոշտանգեցին։ Հիմա ես չգիտեմ այդտեղ ինչ են անում։ Եթե այս մարդիկ խնդիր ունեն պաշտպան ներգրավելու հարցում, բերում են չգիտեմ ում, որը ոչինչ չի անում, ուղղակի ձևականորեն անունն են լրացնում այդտեղ,
Ես մեծ կասկածներ ունեմ։ Իսկ Լիլիթ Աղեկյանը այդ 2 օրվա ընթացքում ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ մարդը չապրի։ Այս պետ տիկինն էլ ասում է տնային շորերով են բերել։ Յա հետևից է կգան, տենց տնային շորերով կբերեն այստեղ, առանց կրծկալի եւ պիժամայով։ Կտեսնեմ այդ իամր տնային շորա թե գիշերազգեստ։ Ասեք պահանջում է Զարուհի Փոստանջյանը, որ շտաբ ժամանեն այստեղ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը թող զբաղվի գործով։ Մինչև հիմա հարցը չի լուծվել։ Ամսի 8-ից Զարուհի Փոստանջյանը չի կարողանում ներգրավել որպես պաշտպան։ Էլի նույն հիմա բերել են լրացուցիչ գործ, էլի թույլ չեն տալիս։ Խնդրում եմ քննարկել։